Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի շուրջ տեղի ունեցած միջադեպի մասնակից եղբայրներից մեկը Դավիթ Մինասյանը, որը գիտակցությունը կորցրել էր եւ տեղափոխվել Էջմիածնի հիվանդանոց, արդեն արմավիր քրեակատարողական հիմնարկում է։ Մինասյանի ընկերներն ու աջակիցներն այս պահին գլխավոր դատախազության դեմ բողոքի ակցիա են իրականացնում։ Հիշեցնեմ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշել է 2 ամսով կալանավորել 18-ամյա երիտասարդին։ Պաշտպան Արմեն Մելքոնյանը նշել է, որ իրենք չեն հանձնվելու, անպայման բողոքարկելու են։ Փաստաբանը շեշտել է, թե այսօր դատարանը Դավիթին զրկեց դպրոցն ավարտելու իրավունքից։ Մելքոնյանի խոսքով գործով 2 վկաներ են հարձակնվել թիկնազորի աշխատակիցներ։ Ամեն ինչ արվելու է, բան չենք թողելու, հավաքվել ենք մեր ընկերներով եւ ամեն ինչ անելու ենք այս անարդարության դեմ պայքարելու համար։ Կարծում եմ առաջ Աստված չի թողի, որ Ծաղկազարդի օրը աշակերտներ ձերբակալվեն ու տենց մնա։ Այդ օրը ինչ խորհուրդ ուներ։ Հիսուսը գնաց երեխեքին ընդառաջ, մենք ինչի գնացինք, մենք ինչ արեցինք։